Բարև ձեզ սիրելի հայեր, նորից զոհ ունենք, անցած տարվա կտրվածքով խաղաղ պայմաններում 30, զոհ 30 ինքնասպան եղած զինվոր, փորձում եմ հասկանալ, պապիկյան սուրո, էդ ինչ եք անում բանակում, որ մեր երեխեքը խաղաղ սահման պահելուց վրա ինքնասպան են լինում, փաստորեն ստացվում է, որ պատերազմի դաշտ ուղարկելով ավելի անվտանգ էին մեր երեխաները, քան խաղաղ պայմաններում ծառայության, բանակս բարդակ է սարքել, չես կարծում, որ այդ փորդ վերցնել է պետք ու գնալ սահմաններ մի հատ, որ կաբինետներից երկիր չեն կառավարում, եթե դու պաշտպանության նախարար ես, հասկացանք, որ գերագույն գլխավոր չունենք բանակի, բայց գերագույն գլխավորից բացի նաև նախարար չունենք պաշտպանության, բանակը վերեսացել բարդակի կոնկրետ, գիտես ինչ է կատարվում զորամասերում, տեղյակ չես, կլուբնիկից էիք խոսում, ուրիշների մայկատրուսիկներից էիք խոսում, իդեպ ասեմ այդ մայկատրուսիկ ծախող ուտողն էլ ձեր Մելքոնյան գագոն էր, չէ, հիմա ձեր շարքերում է էլի, Վահագ, հիմա դառնանք մեր ժողովրդի շատ սիրելի հարցերին, ձեզ քաղաքականությունը չի հետաքրում, չէ հայեր, ձեզ հետ այսինքն այն մասային, որը որ Նիկոլ է ընտրել, այն հույսով, որ խաղաղություն է լինելու, որ պատերազմ չի լինելու եւ այլն, դեմը ձմեռ է, սովից եք կոտորվելու, չեք հավատում, հիմա բացատրեմ, կատնամթերքը արգելել են, Ռուսաստան ներմուծել, մեր էկոնոմիկայի 98%-ը հայ-ռուսական շուկայում է սպառվում, արտահանում միրգ բանջարեղենը արգելած է խմիչքը, արգելած է ծխախոտը, արգելած է ամեն ինչ, ինչը որ Հայաստանից ներմուծվում է Ռուսաստան, երրորդ երկրի միջոցով փորձեցիք ծաղիկները գոնե արտահանել Բելարուսիայով, սակայն էդ էլ չստացվեց, Հիմա նորից Եվրոպայից խաբվել եք, փորձում եք Եվրոպայից փողեր լափել, կոլիկ քո հետ եմ, բայց շրջվել դեպի Ռուսաստան, հասկացեք վերջապես, սպիտակ արջը դա չի ներելու, արջը շատ ուշ է քնից հելնում, բայց որ հելնում է, թաթով այսենց խփում է զոհի գլխին, մի հատ հետ եք հաշվում, նորից է թաթով խփում զոհի գլխին, կոլիկ հիմա դու սպիտակ արջի զոհն ես, եթե չես հասկացել, ու դու այս ամենը հետ խաղալ չես կարողանալու, մի հատ լավ նորություն ունեմ, ճակետավոր նաև խոպանչիների համար, ամբողջ Գեղարքունիքի մարզը Նիկոլ է ընտրել, ամբողջ Գեղարքունիքի մարզը խոպանչիներ են, 88%, շատ ընտիր գիտեմ ինչ եմ խոսում, հիմա բացատրում եմ, մյուս գարնուն, որ եկավ, մյուս սեզոնին, դուք չեք կարալու գնաք այլևս խոպան, ավելին ասեմ, նրանք ովքեր որ ապրում են Ռուսաստանում չլինելով Ռուսաստանի քաղաքացի առնվազն 5 տարի, 18 տարեկան լրացած երեխաներին ավտոմատ հետ են ուղարկում երկիր, հայրենիք, Հայաստան, ու ասեմ ձեզ, նորություն, ինչը որ կոնկրետ Ռուսաստանից գիտեմ, որտեղից գիտեմ, բավականին լավ բարեկամությունն եմ այնտեղ ասեմ ձեզ, Եթե ինձ մեղադրում եք ռուսամետության մեջ, այո, ես այդքան ուղեղ ունեմ, որ հասկանամ, որ Ամերիկան օվկիանոսից այն կողմ քեզ տիրություն չի անելու, Փաշի և Նիկոլ, հասկանում եմ, որ այդ քո բութ ուղեղին դժվար է տեղ հասնում, ու տեղ է հասել արդեն, ու չգիտես դու հիմա էլ ինչ անես, բացատրում եմ, բոլոր նրանք ովքեր, որ ստանում էին գումար Ռուսաստանից, Ստանալու են հիմա տոկոսների հաշվին, բավականին բարձր տոկոսներ են պահվելու, 18 տարեկանը լրացածներին, եթե աշխատանքային պայմանագիր չունեն, իսկ պայմանագիրը տրվում է մի տարվա կտրվածքով, նրանք հետ են գալու հայրենիք, խոպանչիներին այլևս չեն ընդունելու, որովհետև այնտեղ բավականին բարդ է հիմա աշխատանքային պայմանագիր ստանալը, Ռուսաստանը ինքնաբավ երկիր է, ինքը իրեն, իր մեջ, կարողանալու է իր հարցերը լուծել, դու ինչ ես անելու կոլիկ, դեմը ձմեռ է, են մտավոր հետամնացների համար, են օխլոսի համար, որ մտածում է, որ պտի Պարսկաստանից գազ գնի,
շտապեմ հիասթափեցնել։ Ժողովուրդ, ամբողջ ավելի ճիշտ։ Այդ մագիստրալը գազի, որ հասնում է, հետո ճյուղավորվում է դեպի Պարսկաստանը, ռուսական մագիստրալ է, Ռուսաստանինն է։ Եթե Ռուսաստանը փակեց, իսկ հիմա փակում են արդեն կոմպյուտերային համակարգով, չէ՞։ Եթե փակեց, դու որտեղից ես դա, ո՞նց ես դա Պարսկաստանից ստանալու, որ մագիստրալով ես ստանալու։ Հայ-ադրբեջանական մագիստրալ ես արգելու, համոզված ես, որ Ադրբեջանը քեզ գազ տալու է, առանց որևէ հողակտոր ստանալու։ Ինչ եք անելու, հիմա էլ Սյունիքն եք տալու, որ գազ ունենաք։ Իրանը բացահայտ հայտարարել է։ Դուք նման եք հիմա այն անեկդոտին, գիտես, որ ասում է, ինչի չես ամուսնանում, այդ տղա 50 տարեկան դարձել, ասում է 50%-ով արդեն ամուսնացած եմ, ես համաձայն եմ, մնում է աղջիկ ճարեմ։ Հիմա ձերն է, դուք արդեն որոշել եք, որ Իրանից գազ եք առնում, առանց Իրանի կարծիքը հարցնելու, իսկ Իրանը այդ դեպքում հայտարարում է։ Ուկրաինային աջակցող ցանկացած պետություն ու անհատ ավտոմատ դառնում է Իրանի հակակրանքի էակը, հակակրանքի արժանի մարդ։ Հիմա Կոլիկ քեզ հարցնում եմ, Զելենսկուն Երևան բերած, Զելենսկուն համարած քաղաքական մեծություն, ոնց ես գնալու Իրանի հետ պայմանագրի, ու քեզ թվում է Պարսիկը այդ աստիճանի քո նման ծանծաղամիտ է, որ պետք է ինքը օգուտ չունի այդ տնտեսական քո ճգնաժամից։ Միայն կարող է վնաս կրել, կորցնել զինակից Ռուսաստանին ինչ որ չի անելու։ Հիմա չգիտեմ ով որ ոլորտում է ավելի ուժեղ, ես ռազմական մարդ եմ, լավ գիտեք դա։ Ու հիմա ուղիղ ռազմական համեմատական եմ անցկացնում։ Եթե Սյունիքը ստրատեգիական կարևորություն ունի Իրանի համար, դու Իրանի քթի տակ տանում ես դնելու ամերիկյան իսրայելական ռազմաբազա փաստորեն, Թրամպի ուղի, չգիտեմ ընդեղ էլ ինչ, որը հակընդդեմ է լրիվ Իրանի շահերին, Իրան պետության շահերին, Պարսկաստանի շահերին, ոնց ես դրանից հետո ես անում առհասարակ, ինչ որ տնտեսական բանի մասին խոսել, հիմա կասեք մեկը մեկի հետ ինչ կապ ունի, չէ, դե կապ չուներ Ծիրանը իշխանափոխության հետ, կապ չուներ Ծիրանը Նիկոլի այդ ձայնագողության հետ, ինչ եք հիմա տնքում բեռի տակ, հասարակ գյուղացուն եմ հարցը սողում, ինչի քո Ֆրանսիան հիմա դու ինչ մտածում ես իսկականից գնալու ես հիմա էլ Ֆրանսիա խոպան, հա Գեղարքունիք չէ, այդ որ ձեն էր տալի Նիկոլին, այսօր ես տնտեսական մենակ ճգնաժամերից եմ խոսելու եմ ձեր դարդերից, որովհետև ոնց հասկանում եմ, մեր ժողովրդին զարթեցնել ուրիշ կերպ հնարավոր չի, միայն լափամանը դեմից պետք է շպրտես, որ դուրս գա փողոց, որ հասկանա, որ այս երկիրը փրկել է պետք, որ հասկանա ամեն ինչը ուտելու խռմփ քնելով չի, որ հասկանա, որ հենց այդ խաղաղ, կուշտ, լափած քնած ժամանակ է թուրքը գալու իրեն ու իր երեխուն մորթի, որ հասկանա, որ օթիշ չենք այդքան մեծ ճղում։ ԿՊ-ում կռիսավազք է սկսվել, բոլոր քաչ հասկանում են, անգամ են վերջի մտավոր հետամնացնել արդեն զգայարանով զգում է, որ եթե ուկրաինական պատերազմը վերջացավ, իսկ մինչև աշուն հաստատ դա արդեն վերջակետ է դրվելու, որտև ամեն ինչ արդեն հանգուցալուծում է ու հասնում է դրան։ Պարզ է, որ անցնելու են արևելյան թևին, այսինքն Կովկաս, այսինքն Իրանին պաշտպանելու, այսինքն դեպի մեր կողմ են շրջվելու։ Իսկ դա նշանակում է, որ մենք կանգնած ենք մեծ գլոբալ խնդրի առաջ։ Ու ԿՊ-ն ամենալավն է դա հասկանում։ Քեմալական պայմանագիր արդեն են, ոնց են ասում կռիսավազքի մեջ եք, չէ, իրար եք ծեծում, փորձում եք ամեն մեկը ձեր չամադանին, նաստրայինին ակտիվացնել, ճողոպրում եք մի մասը մանդատներից եք հրաժարվում։ Իսկ այդ ընթացքում որոշները, օրինակ ասենք, Էռատո ջոկատի զինվորները, փորձում են տեղավորվել այս կամ այն օպոզիցիոն խմբերում, կներեք սխալվել ենք, ձեր սխալը մեզ եռապատկված եռաբլուր արժեցավ, սենց որ գնաց Նիկոլն էլ է հակաքպիական դառնալու վերջում, ասելու ես էլ սխալվեցի, դե եկեք ինձ էլ ներեք, այդ որ իմ խմբից ճողոպրածներին բոլորին ներում եք, ասում եք, որ սխալվել են, ու ասում եք, դե մարդը սխալվել է, դե ինչ անի, սխալը ուղղելու համար է, չէ, դավաճանությունը սխալ չի,
Եթե մեկին ընտրում ես առաջնորդ, հետևից գնում ես, ապա բարի եղի մի հատ նայի տեսին քո ով է։ Դու քաղաքականություն ես մտնում, դու չես գնում շուկայում խիար ծախելու։ Եթե գնում ես մի առաջնորդի հետևից, մի հատ նայ նրա անցած հետագիծը։ Մի հատ ես նա ով է, իսկ Նիկոլը 2015 թվականին է հրատարակել երկրի հակառակ կողմը իր պղծագիրքը, որտեղ որ հստակ իր ծրագիրն է թուրքացման։ Ու ոչ ներելի չէ նրանց, ովքեր որ ասում են խաբվեցինք, սխալվեցիր, ձեր տանը նստեիր կոֆե էփեիր։ Կնիկ խաղայր, ոչ թե մտնեիր քաղաքականություն, եթե մտել ես քաղաքականություն, ապա բարի եղի առաջնորդի տանցած ճանապարհը մի հատ հետազոտի, եթե նրա մինուսները քո համար ընդունելի են, իմ առաջնորդի մինուսները իմ համար ընդունելի են։ Եթե անգամ դա սպանություն լինի, արել է ուրեմն պետք է եղել երկրին։ Հիմա այդ իրավին չէին ծեծում։ Իրար ծեծում էին, որովհետև փող չէին կարողանում կիսեին։ Իրար ծեծում էին, որովհետև արդեն ասում եմ կռիսավազքը սկսվել է, չէ՞, մեկը մեկին մեղադրելու, մեկը շատ կերավ են մեկին քիչ տվեց, ախորժակները բացվել է, հանդուրժել ենք շատ, թույլ ենք տվել, որ ճիճուները հրեշներ դառնան, այ դրա համար են հիմա իրար ծեծում։ Հեղափոխությունը խժռում է, այս դեպքում ձեր այդ ճակետավոր թավիշ կոչված հեղափոխությունը խժռում է իր իսկ զավակներին։ Հիմա արդեն Էդմոնին եք բռնում, ճիշտ եք հանում, վաղտին ձեզ օգնես, չէ։ Այդ ամեն ինչի ֆոնի վրա ակտիվացել է նորից ղռրերի կատուն։ Հակոբյան Աննա, այդ ինչ կնոջ իրավունքներ ես պաշտպանում։ Կնոջ իրավունքներ ես պաշտպանում։ Բա որ պաշտպանող ես այտենց լավ կնոջ իրավունքներ։ Արեքնազնին չի բանտում։ Որ մեղադրանքով է բանտում, հայրենիք է դավաճանել, քեզանից շատ է դավաճանել բունկերների։ Հիմա բերանս եք բացել տալու։ Կարծում եմ զինվորական տղերքը հասկացան։ Եթե կինը զինվորական չէ բունկերներում ինչ ղալաթ է անում, ուզում եմ հասկանալ, ինչ է աչակցում, ում է աչակցում։ Մարդը չի հասկանում անգամ զենքից ինչն է աչակցում։ Միայն կարող է թշնամուն կոորդինացիա տալ, ուրիշ ինչով կարող են այնտեղ, ինչ կարող է օգնել բանակին։ Ու այդ էրատոջոկատի բոլոր կենթանաբանությանը, բոլորիդ, քանիսը կակ, 15 եք, 20 եք, այդ կնանոց, դուրս եկեք, օպոզիցիա խաղալու ձեր դիմակների տակից, չի աշխատելու, որովհետև բոլորիդ բացահայտելու ենք, պարակտում չէ, օպոզիցիայի շարքերը մաքրելը, օպոզիցիան թույլ տվեցինք ներխուժեն, ճիճուները դրա համար ոչ մի քայլ չենք կարողանում առաջ գնալ, դրա համար տեղում դոփում ենք, դրա համար երկիր ենք կորցնում, որդնած ալյուրից ժողովուրդ հաց չեն թխում, ուտելու չի լինի, եթե թողենք ամեն մեկը, որ ասում եք կներեք, ես նախկին ամբարոյական եմ, հիմա այլ ամբարոյականություն չեմ անում, կույս եմ, կուսակրոն եմ, սուրբ եմ խաղալու, եթե ամեն մեկին թույլ տանք այդ սրբի դիմակով մտնեն խաչ քաշելու դեմքներին ու հայրենապաշտ խաղալու, մի հատ էլ ուրիշներին մեղադրելու ինչ-որ բաների մեջ, մենք այդպես երկիր ենք կորցնելու։ Այս կառավարությունը գնալու հետ պետք է կամ մենք ունենանք զտված, կայուն, ամուր օպոզիցիա, կամ ես եղած ես թափթփուկ ախառը, սաղ ինչ որ մնացել է, հետները պիտի տանեն։ Նոր օպոզիցիա, որպեսզի ունենանք ամուր ուժեղ Հայաստան, դա է գրավականը։ Հիմա անդրադառնամ մի կերպար կա է Վիգեն Ավետիսյան։ Ավետիս, մի հատ էլ Ավետիս։ Գուցե գուժ ավելի ճիշտ, չնայած գուժը հրաշք արտիստեր, այսպես ասած դերասաներ։ Հիմա Վիգեն, այն որ դու միջակություն ես որպես քարի վրա քանդակող, դե դա պարզի բոլորին արդեն։ Իսկ այն որ դու լավ քանդակագործ ես ուղեղի, այդ արդեն պարզ էր, հասկացանք։ Արի դի չես դուրս տալի։ 1000 անգամ ասեցինք, բացատրեցինք։ Հերիքա զռակ, եթե գարիները չորա ջուր լացրեք վրեն։ Ձեզ դրել եք եսիմիջ գիտունիկների տեղ, մի հատ էլ եսիմիջեր եք բացատրում ու մեկ բացատրում, դուր, քաղաքականություն ուր, հայրենիք սիրելը ուր, էդ ուր էիր բա մինչև հիմա չկայիր։ Հիմա որոշել ես, որ պտի թազա հայրենասեր խաղաս գլխներիս,
Ձեններդ կտրեք, կտրեք ձեններդ, հասկանում ենք, որ երբ հոտի գլուխը շուռ ես տալի, Ղարաբաղցիների ասացվածքով կաղուկուղը առաջ են ընկնում, բայց հերիքը արդեն զզվցրիկ, իսկականից դուրս են գալու ես երկրի իրական տերերը, ձեզ չթվա թե դուք բոլորին եք բերթերում փակել, դուրս են գալու են իրական տերեր ու տերները թաղելու են մեծից փոքր, բոլորինդ, պոզիցիա, օպոզիցիա, ավլելու են բոլոր նրանց, ովքեր որ իսկականից իրեն շահի նյութապաշտության համար են երկիր պաշտպանել իբր թե դուրս եկել, այդ հարթակներում գոռացողները տուրեք արա, ինչ, գնացել եք օտպուսկ, հա, գալու եք հիմա էլ կապիկություն անեք կամերաների տակ, ձեր կարծիքով հայրենիք կապիկություն անելով են, թե, չգիտեմ, այդ կամերաների տակ նկարվելով են երկիր փրկում, հիմա հայ-ռուսական հարաբերությունների նորից այսօրվա իմ հիմնական զրույցի իմաստը ձեր հետ հայ-ռուսական ռազմական հարաբերությունների մասին է խոսքը 102 ռազմաբազան ըստ օդում կախված լուրերի Նիկոլը որոշել է հանել այդ ընթացքում զանգում է իբր թե Պուտինին ու պայմանավորվում է ինչ-որ տնտեսական հարցերի շուրջ Նիկոլ դու լրիվ դեբիլ ես ախր դեբիլ ես լրիվ այդ տհաս մտավոր հետա մնաց Ոնց ես պատկերացնում դու հանելու ես ռուսական ռազմաբազան նա ընդունել է քո կերասնոց Իրանը հա Ախր հասկացանք դեբիլ այդ ինչ է այդ չեմ հասկանում քիչ խմի արա քիչ լակի Դեղերդ էլ այդ յաթրջարաղի թե մի լակի զբոյա տալի արդեն են չեղած ուղեղը տելա չորացրել Հերիք է իսկականից արդեն Հակոբյան Աննա դու էլ եթե քեզ թվում է տենց մտար անկյուն հիմա էլ կանանց իրավունք ես պաշտպանում վայ տենց սուրբը սրբոց խորհուրդ կտամ գոնե սկսես ինչ որ բանից Արիքնազին հանի բերթից գոնե որպես դիմակ դեմդ կառնես այդ գործը կասես մի բան արել եմ Էդ էլ հոկարաս անես Ինչ մեր գերիներին Ոչ ստեղի բերթերում եք կարում սպանել, հա, են ովքեր ձեր զեր չեն տալի, ոչ էլ ադրբեջանական բերթերում, չափից շատ ամուր տղերք դուրս եկան դիմանում են, հա, Նիկոլ, բախտդ չի բերում, բախտդ չի բերելու, որովհետև ինչքան էլ, որ դու քեզ դնես սատանայի տեղ, այ ճիճու, քո տերերն են, քո հրեշները, ու այդ տերերի տանունները դու երկելու ես, Նիկոլ, Չես կարա ձենդ կտրած նստես դատի ժամանակ, երկելու ես, ստիպելու ենք, որ երկես, ու ասելու ես, թե ներսի թշնամու անունը, թե դրսից հրահանգողի ու ֆինանսավորողի, չնայած արդեն պարզից էլ պարզ է, ինչ մնում է որոշ տհասների Ռուսաստանը Թուրքիայի հետ է հանդիպում, ես իմ օվում ինչ անում, 1000 բան եք չէ գրում տակը, բացատրում եմ շատ պարզ, Ամեն պետություն ունի իր պետական և ռազմական շահերը ու արեք ենպես, որպեսզի այդ շահերից շահի մեր պետությունը ոչ թե ապուշ մի կողմի վրա թեքվեք, քամին մի հատ էլ որ սկսի հակառակ կողմից փչել են մի կողմի վրա թեքվեք Ժողովուրդ սենց որ գնաց նորից եմ ասում նորից սկսել է թանկացնել ամեն ինչ, նորից թանկանում է ամեն ինչ Ու եթե սենց շարունակվեց, մենք ունենալու ենք գնաճ ձմեռը, մենք ունենալու ենք թանկացումներ և հնարավոր է, որ այո, էլեկտրոէներգիայի և գազի պակաս ունենանք։ Գյուղացիների մթերքը արտահանել չի ստացում, զատո Ավինյան Տիկոն գյուղացու Երևան բերած 2 կիլո Իրանի հետևից է ընկել, փողոցներն են մաքրում իրա կարճ խելքով, Գնա նորքի հետևի թաղապետարանի ծառերը մի կտրի, տեսել է 3-4 տարվա մեջ ինչ վիճակ է դարել այգին, հոյերու տեղ չի թաղապետարանի հետևի այգին, այո, գնացեք տեսեք ինչ վիճակում է, քաղաքըտ կարգի բեր շինախ պահավաքի, Ավինյան Տիկուշ, ոչ թե ընկի գյուղացու 2 կիլո ծիրանի ու, չգիտեմ, բանջարեղենի պամիդորի հետևից, Բարտահանում չկա, Երևանում էլ չեք թողում իրացնի, այդ գյուղացին ինչ անի կասեք,
Ինչ գյուղատնտեսությունը վերացնում եք, որ Թուրքիայի համար շուկա բացեք, Ադրբեջանի համար եք շուկա բացում։ Ես հիմա ուզում եմ հարցնել ցանկացած հայ կնոջ, երեխուդ Ադրբեջանից բերած կաթ տալու ես, եթե չկարողանաս ուրիշ բանով կերակրել։ Ախր հասկացեք վերջապես, մենք փոքր երկիր ենք ու մեր տնտեսական վիճակը ուղիղ համեմատական է մեծ երկրների ռազմաքաղաքական վիճակից։ Ու հերիք է քթներդ կողեք մեծերի ռազմորկեքի մեջ էսպես ասած։ Գնում ես Ամերիկա ոնց ես գնում, որտեղով ես գնում, Նիկոլ, ուզում եմ հասկանամ։ Այդ Թրամփի ուղիտ ինչ եղավ։ Ինչ եղավ, դրա վերջը որտեղ է երևում։ Ոնց ես դու բացում Թրամփի ուղի ճանապարհ տալիս Թուրքիային ու Ադրբեջանին ու Իրանի հետ գնում տնտեսական պայմանագրի։ Չես հասկանում, որ լրիվ հակասական բաներ ես ասում։ Թե ժողովրդի ուղեղն ես դրանով լցնում, այնքան որ ժամանակ շահես։ Կաշիտ ես փրկում։ Ուրիշ էլ ոչ մի բան, ընդհանրապես կաշիտ ես փրկում։ Այնով մի քիչ խելք ուներ, կռիսավազք արեց, արագ մաքրվեց մեջտեղից, հույս ունենալով, որ դրանով կճղի, կպրծնի։ Չեք պրծնելու ոչ մեկը, հատ, ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել։ Բոլորը հատիկ պատասխան եք տալու։ Եթե բումերանգի օրենքը չհասավ, ապա Աստված անպայման հասցնելու է մեզ այն օրվան, որպեսզի կարողանանք բոլորի դատաստանին ներկալնել։ Նիկոլ, քո եւ Հակոբյան Աննայի դաժան դատաստանի օրը անպայման ներկա եմ լինելու, ողջ լինեմ թե մեռած, ներկա եմ լինելու անպայման, բոլորիս սարքել ես գործ տվող արա, քո նման գործ տվող ես սարքել բոլորիս, որ հետո ձեր դատերին բոլորս ձեզ վրա գործ տանք, կյանքում վկա է չեմ եղել, բայց մեծ սիրով քո հանդեպ, քո դատի ժամանակ գործ տվող կլինեմ, որովհետև դու եռապատկել ես եռաբլուրս, դու լափել ես Արցախս, Պապուս գերեզմանն ես լափել, հրեշ։ Ու դա այդ օխլոսը քեմալական պայմանագիր կոչվող չի վերջանալու, իսկ դուք սիստեմա եք, ձեզ սիստեմատիկորեն պայքարով պետք է մաքրել։ Հա մի հատ հարցել ունեմ, ազգային ժողովի ընդմիջմանը ինչ ես ուտելու, Նիկոլ, տաշիր պիցա ու բազմակետ դրանով։ Եկեք ժողովուրդ, համախմբվենք, եկեք մի կողմ դնենք կուշտուսոված, եկեք մի կողմ դնենք առօրյա հոգսերը, ես հասկանում եմ կարևոր են երեխա եք պահում եւ այլն, թույլ չեն տալիս գլուխ բարձրացնեք արկերն ու տուրքերը, առօրյա տանջանքը, առօրյա հացի խնդիրը թույլ չի տալիս, որպեսզի մտածեք երկրի խնդրի մասին, ես դա հասկանում եմ, բայց հասկացեք վերջապես, եթե երկիր չունենաք, դուք հացի խնդիր չեք ունենալու, եթե երկիր չունենաք, միևնույն է լինելու արդեն, կուշտես թե սոված, յաթաղանի առաջ հավասար են և կուշտ եղածները և սոված եղածները, թուրքին դուք պետք չեք, թուրքին մեր ազգը պետք չի, թուրքին Հայաստանն առանց հայի է պետք, ու նա այդ ծրագրից հետ չի կանգնելու, վերջապես հասկացեք, ու այդ պատերազմ չլինի, մենակ պատերազմ չլինի ասողները, կանգնած ենք մեծ պատերազմի արհավիրքի շեմին, Էս ամենը վերջանալու է, տա Աստված, որ սահմանային պատերազմով վերջանա, քաղաքացիական պատերազմով չվերջանա, բայց այս ամենը վերջանալու է պատերազմով, որովհետև ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան չի համակերպվելու Կովկասում իր տեղն ու դիրքը կորցնելու հետ, դա նշանակում է, որ ստիպված ենք լինելու զենքով, ոգով, կյանքով, պայքարելու ու պաշտպանելու մեր երեխաների վաղվա օրը, չունենանք Հայաստան, մենք ազգ կոչվելու իրավունքից ենք զրկվում, չունենանք Հայաստան, ուրեմն մենք հայեր չենք, ուրեմն մենք իրավունք չունենք հայ կոչվելու, 7000 տարի մեր պապերը այս հողը, այս քարուքրեն պահել են ու մեզ են ավանդել, ամեն մի սանտիմետր հողը մեր արյունով, մեր որդիների արյունով, մեր հայրերի ու պապերի արյունով է թրջված, Հայաստանը միայն հայի հայրենիք չէ, Հայաստանը հայկական, հայի, արյան գենի կանչն է, ու որտեղ էլ որ լինի հայը, ինքը գիտի, որ ունի Հայաստան ու կարող է վերադառնալ տուն, իսկ եթե չունենանք Հայաստան, ուրեմն մենք այլևս չենք ունենա
Ոչ միայն տուն, այլև գենետիկ կանչ։ Ժողովուրդ, խնդրում եմ, մի պահ կտրվեք այդ առօրյա հոգսերից, հասկացեք, որ մեծ ռազմական աղետի առաջ ենք կանգնած։ Մենք հիմա կանգնած ենք ականապատ դաշտում։ Ցանկացած պահի մի հատ սխալ քայլ, մի հատ սխալ շարժում եւ ազգովի հոտ ենք ցնդելու, հասկացեք սա վերջապես։ Ուշքի եկեք, չի կարելի էս ձևի։ Փողոցայինի տեղը փողոցում է։ Ու հարկավոր է ամեն գնով նրան շպրտել ետ իր եկած տեղից։ Ամեն մարդ իր տեղում է ճիշտ, իսկ փողոցայինի տեղը, Նիկոլ, փողոցում է։